Բարլույս իմ սիրելի բարեկամներ, ցմերային օրա կարելի ասել, +2 աստիճան, բայց անձրև է գալիս։ Սոձիկ վերցրել եմ, բայց չեմ բացում։ Մի հատ էլ ձեռքս դրանով չզբաղեցնեմ։ Բայց ակսարանցեն էլ ծանր է։ Հետաքրքիր բան լսեցի նորություններով, ասեցի ձեզ էլ պատմեմ։ Ուրեմն այստեղ ավտոբուսի վարորդ է, մարդիկ էլ մեջ են նստած, ավտոբուսը կանգնացրել իջել էր, նամազ էր անում։ Մարդիկ ներս ավտոբուսի մեջ նստած սպասում են, որ պետք է գնան, շտապում են, ինքը իջել է նամազ անում։ Պատկերացնում եք, այնքան շատ են լցվել, այնքան շատ կան այստեղ, որ ապագան իրանցնա, չեմ ուզում ասեմ անունները չտամ, հասկացաք արդեն։ Մեր գործի տեղն էլ մի ընթացք մի աղջիկ էր աշխատում, ուսանող էր։ Հետը շոր էր բերում, հռում էր մի հատ, չոքում էր վրան, աղոթում էր, հետո նոր չգիտեմ, ընդմիջումից առաջ էր անում հացուտեց, առաջ էր անում, թե հետո, թե հետ կապ չունի։ Այդքան մոլերանտ, պատկերացնում եք, որ գործի ընթացքում անգամ իրանց աղոթքը անում են։ Արդեն ոնց որ նոր տարվա զարդարանքներն են ուզում հավաքեն, լույսերը։ Այստեղ ամեն տարի նոր տարվա բաներն են դնում։ Նա հանդեղ արդեն ինչ են, ոնց որ պահարանների նման մեջը փակած։ Մարդու հաստ վերնաշապիկներ ենք ստացել, գնամ նայեմ մնում է։ Շարֆերից եմ ուզում եկել վերցնեմ, սիրուն են։ Շատ հաս չի, բայց ահագին տակ վերնաշապիկ է, չգիտեմ աշոտը կհավանի, տանեմ մի հատ սեն ցույց տամ։ Կարճ են, օրինակ սրանք մի քիչ երկար լինեին, լավ կլիներ։ Այ, էս է իման գալիս։ Սրա գույնը ավելի լավն այն մեկը, որ տեսել էի, մուկ էր ավելի։ Սրանից վերցնեմ աշոտի համար։ Լավ հաստ է մեջը։ Հասցրի վերցրի վերնաշապիկը, շարֆ վերցրի, մի երկու բան վերցրի, տանը ցույց կտամ։ Հիմա պատրաստվեմ գործի, այնի ցուրտ էր դրսում, ժողովուրդ ջան, լավ ցուրտ էր։ Այսօր կանաչ ոլորն է, մեջը դեթմիկ կար, մի հատ էդ եմ գցել, բրոկոլի կար մի փոքր, էդ եմ ավելացրել, գծու պղպեղ չունեինք, այս քաղցր տեղին պղպեղն եմ գցել, հիմա անջատում եմ ու կանաչին եմ լսնում։ Կանաչին էլ համեմ ու մաղադանոսը։ Այսօր կարտոշկան տապակել եմ, այս կարտոշկայի ժարիտ եմ արել, որ տապակա ենք ասում, ոնց որ մի քիչ խորթեն չի էլի։ Կարտոշկայի ժարիտ եմ սարքել, բայց կանաչի եմ լցրել, սոխ չեմ լցրել այս անգամ, չնայած որ սոխով համով է լինում, ու քաղցր պղպեղ եմ լցրել, թթուս էլ սպիտակ թթու էր դա այս անգամ, երևի տեսակ որ դրեցի, շատ կծու է ստացվել, բայց շատ համով է, շատ։ Հենց այսպես ձեռքով էլ կհանեմ։ Անուշ հոտը գալիս է, շատ չի թթվել, որ թթվածի հոտ կա։ Մի քիչ այսպես ոնց որ սանձրալի լինի գույնը սպիտակ, բայց ոչինչ այս անգամ էլ այս ծև թող լինի, մյուս անգամ էլի կարմիր կդնեմ։ Մեկա միշտ կարմիր եմ սարքում թեթուն։ Բարի լույս իմ շատ սիրելի բարեկամներ։ Լավ ցուրտ է,
բայց ժամանակ առ ժամանակ ես իմ ջուրը խմում եմ, համարյա արդեն կեսը խմել եմ, այստեղ մի լիտր է, գոնե մի 2 լիտր պետք է խմենք օրական։ Հա, Քսենիա, արի։ Դուրս ա ուզում գնա, դուրս ա գալի ցուրտ ա, նորից մրսում ներս ա գալիս։ Պատուհանից մի քիչ նայեց, երևի նայում ա իր քույր եղբայրներից դրսում կան, թե չէ։ 1000-ից մեկ դրսում իհարկե ազատ թափառող կատու կտեսնենք։ Էն էլ էս ցրտին ընդհանրապես չէ։ Մարդիկ կան հենց իրանց դրան դիմաց կեր են դնում ուրիշ կատուների համար։ Ինչ արեցի, լվացքս փռեցի, հեսա վրաս անձրևի կա, անձրև չի, այդ խոնավության կաթիլներն են։ Չնայած ցուրտ է, բայց մեկը հանեցի փռեցի, մի քիչ դրսում մնա, էլի կբերեմ ներս։ Հիմա +2 կամ +3 աստիճան է, բայց շատ ցուրտ է, մինուսի զգացողություն է, -2-ից -4։ Մեկ թեթև արև է դուրս գալիս, բայց ցուրտ է, այսօր գիշեր պետք է -3 լինի։ Դե ձմեռ է գալիս արդեն, այս շաբաթ, դե վաղը շաբաթ է ես աշխատելու եմ, հաջորդ շաբաթ օր ազատ եմ, այսինքն մի քանի օր ազատ եմ լինելու լավ է, մի քիչ մաքրություն կանեմ ու արդեն կզարդարեմ, տոնածառ բան կդնեմ։ Հիմա ուր եմ նայում, այսպես մի քանի բան եմ արել, ձեզ ցույց եմ տալու, այստեղ էլ թեյի սրբիչներն եմ լվացրել, չորացել են, փռել էի սուշիլկայի վրա, բանի մեջ չէի գցել էլեկտրականի, այստեղ փռել էի, խոնավ էին, փռեցի, չորացել է, դրանք պետք է հարթուկեմ, հարթուկը բերել պատրաստել եմ, որ այստեղ անեմ։ Այս ստացվում է, երբ որ տունը 2 հարկանի է, պետք է ամեն ինչից համ երկրորդ վերևը լինի, համ ներքևը, որովհետև մեկ ուզում ես ներքևում հարմար, այդ բանը ներքև, օրինակ հարթուկը ներքևում անես, մեկ ուզում ես վերևն անես, նայած ոնց է հարմար։ Հիմա ինչևէ բերել եմ ներքև, այստեղ կհարթուկեմ։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, հիմա ուրեմն մեր խանութում այնքան շատ ստացել էին այս սրանցից, սրանց անունը ես չգիտեմ, ինչ են, սապոկ ասեմ, ինչ ասեմ, տարբեր գույների կային, իմ մտքով չանցավ, ինձ Գայանը խորհուրդ տվեց, ասեց, քիչ ես վերջնում, տան մեջ կհագնես, ոտքի հետ տակ կլինեն։ Խելացի աղջկա Գայանը, էլի խելացի բան ասում, ասի սպասի լսեմ։ Իհարկե, մի զույգ բերել եմ, փորձեցի, հագովս լինում է, շատ էժան, զեղչվել են էլի, ու շատ տաք լավ, տան մեջ կհագնեմ ուղղակի, ունեի սրանցից, հիմա էլ ունեմ, մի քիչ ավելի բարձր, դրսում եմ հագնում, իմ սիրած այդ մուգ դեղին գույնի, այս գույնը վերցրի տան մեջ հագնելու համար։ Ահա, այսպես, ուրեմն մի րոպե մոտեցնեմ։ Աշուտի համար մի հատ այսպիսի վերնաշապիկ ասեմ, բաճկուն ասեմ, հլնայք հաստ ուրեմն այնքան հաստ է, այս հնարավոր չի հագնել, ասենք շալվարի տակ դնել կամ բան, որպես բաճկուն պետք է հագնել։ Իրիկուն ասեցի փորձեց, երեկ էի բերել, փորձեց, ասեց լավն է, վատը չի, բա ոնց պետք է ասում, թողամ շալվարի վրա, ասի հա, բաճկոնի նման կարաս հագնես, թողնես շալվարի վրա։ Տեսնենք ինչ կան, ինչ կորոշի, որովհետև ոնց որ մտքին այդքան չկար, այդ պահը իրան դուրս չեկավ, էլի որ թողնելու է շալվարի վրա։ Ասեցի կարաս հագնես, հաց ջիլետ եմ էլի բերել, էլ վրայից հագնես։ Եթե չուզի, ուրեմն հետ կտանեմ, ասեց մեր խանութում էլ կային հաստ, այս տեսակ չէ, էլի հաստ էին, բայց այս ոնց որ ավելի շատ բաճկոնի նման լինի։ Հաստ վերնաշապիկներ էլի կային։ Հիմա չգիտեմ, եթե կուզի կթողնեմ, եթե չէ տանեմ նրանցից մի հատ կբերեմ, չնայած որ ինքն ասեց անցյալ շաբաթ օրը որ գնացել էր այստեղ տոնավաճառը, ասեց այնտեղ կար, իրան դուր էր եկել 15 եվրո, ասում եմ բառն էր մի անգամից, ասում է ես իմ պետք է փորձեի, բան, աստելավ, եթե հանկարծ էս չուզես, խանութից էլի կբերեմ, եթե այն էլ չուզես, կգնանք այդ քո տեսածը, մի հատ տեղում երևի ամաչել է ինքը ասի տվեք փորձեմ կամ չեր հանի կամ չեր էլ փորձի երևի ես պետք է լինեմ որ այն ոնց որ բանը երեխի նման ես իր համար ամեն ինչ անեմ էլի տղամարդիկ սիրում են չէ որ հոգի տան ամեն ինչը մենք ենք անում ինչևէ տեսնեմ եթե պահի ուզենա լավ կանի եթե չէ իր գործն է արդեն իդեպ հետաքրքրության համար էլ ասեմ 30 եվրո արժի Այս եմ բերել, լով խուստո, լով, ուրեմն,
տոնածառի լույսեր եմ, տոնածառի չի, ավելի շուտ վերցրել եմ, արդեն գիտեմ ինչի համար եմ վերցրել, տեսեք, բան ունեմ սիրուն, այս, մի րոպե տեսեմ, այստեղից այս ցույց տամ, հա, էսա, այս եմ ուզում նոր տարվա բանով զարդարել, սրա մեջ կդնեմ, սա որ սկսեմ արդեն զարդարելը, մի րոպե հլը հանեմ, որ պարզ լինի էլի ինչա, մեր խանութում էր ես, մանր լույսեր են, ինձ թվում է, չէ, էլեմենտով է, չի թվում, փասոն իսկական էլեմենտով է, հա, էլեմենտով է, այս տեսակ մանր լույսեր են, կդնեմ էլեմենտով, սիրուն կզարդարեմ, հետո ձեզ ցույց կտամ, երբ որ կսարքեմ, սրա մեջ, այս առայժմ իր տեղը դնեմ, քանի որ երևի մի շաբաթ է արդեն կլինի, այս վերցրի, մի րոպե մոտեցնեմ, այնքան շարֆեր են մեր խանութում ստացել, այնքան շարֆեր ու շատ մատչելի, շատ, ես թվում է հատուկ ստացել են այս զեղչերի համար, չգիտեմ, ես մի երկու հատ վերցրել եմ, մի հատ այս սիրուն շագանակագույնը, չեմ էլ փորձել գույնը կսազի, թե չէ, այդ պետք է, բայց դες լավն է մատերիալը, չգիտեմ, գույնը, այս մեկը, մեկ էլ, այս գույնը, որ սկսել եմ սիրել, այս բորդոյ գույնը սկսել եմ սիրել, կարմիրը, բորդոյը, ու մի հատ էլ սրանից եմ վերցրել, Ես թվում է այս երևի կսազի, մի հատ ունեի շատ հաստ, անցյալ տարի ոնց որ այդ արդեն գցեցի, հենց մի երկու տարի չեմ օգտագործում, արդեն գցում եմ, ու այս վերցրի, գուլպաներ եմ վերցրել, պատկերացրիք չէ, մեկը բորդոյա սպիտակ սրտիկներով, մեկը սպիտակա բորդոյ սրտիկներով, Փափուկ, ու սրանք շատ դուրս եկան, կասայի մոտ տեսա առնում էին հաճախորդները, մի րոպե բացեմ նայենք, հա ես մկրատով պետք է բան անեմ, բայց այսպես արդեն բարձ կլինի, էլի ինչա, ինքան սիրուն նասկիներ կան մեր խանութում, շատ են ստանում, սիրուն նասկիներ, սիրուն բաներ իրոք լինում են, ահա առանձնացավ, չէ, այստեղից կպած է, լավ չկա, շմպոկ է, մկրատ չկա մոտս որ բան անեմ, սիրուն է, Ես եմ նասկիների թուլություն ունեմ, այնքան շատ եմ առնում, մեծ տարակ ունեմ, ու էլ տեղ չկա, բայց մեկը, որ սիրուն նասկի եմ տեսնում, առնում եմ։ Ուրեմն այս մոմակալներն եմ վերցրել, հեն փոքր թեյ լիխտաների համար, մի հատ կարելի է հենց հիմա փորձել, հələ մի րոպե ժողովուրդ չեմ։ Հենց հիմա մի հատ փորձարկենք, այս փոքրիկ մոմերից լինեն, այս մոմերի հոտը շատ լավն է, այսպես տեսեք ինձ սիրուն է, մի հատ, չգիտեի մի հատ վերցնեմ, թե երկու հատ, չգիտեի հələ ոնց եմ օգտագործելու, Էլմիրային հարցրի մի հատ վերցնեմ, թե երկու հատ, ասես թե որ վերցնում ես մոմակալ է, երկու հատ վերցրա, ասեմ որ շատ մատչելի է, այս մոմակալները, հիմա, այս հատուկ նոր տարվա մոտիվներով բաժակ եմ վերցրել, բայց այս առա, երեկ չառաջի օրն եմ առել, երեկ տեսամ մի հատ ավելի նուրբ ու սիրուն էին ստացել, եթե վաղը տեսնեմ մնացել է մի հատ էլ նրանց եմ առնելու, ես մի րոպե սոնք մոտեցնեմ, մեր խանութում կոտրվող բաներ, որ վաճառում ենք, ամանեղեն այսպես մենք թղթերով փաթաթում ենք, իսկ ես որ ակցիոնից առնում էի, ափսեներ առա, ասում եմ, բա թուղթ չունեք, ասում եմ, չէ, ու այդ ափսեները ես ստիպված հարմար չէր ուրիշ պայուսակի մեջ տնելու, ձեռքս պահած բերեցի, չնայած մոտիկա շատ,
Բայց ստիպված այդպես ձեռք սպած եմ բերել, որ չկոտրվի։ Ամանեղեն եթե վաճառում պետքա թուղթել հետը լինի, որ փաթաթեն տա։ Այդպես ես այդ ափսեները ձեռք սպահած բերեցի։ Այս մեկը ավելի սիրունա, չէ։ Շատ սիրունա։ Ընդհանրապես սիրում եմ, որ բաժակների մեջ սպիտակ է լինում, բայց լավն է այս, դուրս եկավ շատ։ Թեյ պետքա շատ խմել, հատկապես այս ցրտերին։ Հիմա մի րոպե, ասեցի չէ, որ եղնիկ են ստացել։ Այս այդ եղնիկը, այս գեղեցկուհին, նայք ինչքան սիրուն է, շատ, ինքան դուրս եկավ, չէ, սիրուն է շատ։ Այս եղնիկը, սրանք էլ բացել եմ, ու սրանք տեսա շատ հավանեցի, ես ոնց որ պյալկաներ էլի, տեսք իչքան սիրուն են, ու լավ խոր է, նախաճաշի բանի համար, այդպես ապուրների համար շատ լավ, ես էլ ինչ տեսնում եմ, կասայի մոտ տեսնում եմ, հաճախորդներն առնում են, ես էլ հետո գործը որ վերջացնում, գնում ես էլ եմ առնում, հետո բաներ կան, ասում կարող եմ մինչև իմ շիֆտը վերջանա, ապրանքն էլ վաճառվի, ընթացքում գնում տանում մի տեղ պահում եմ, հետո գործը վերջանում է առնում եմ։ Իսկան առևտուր էի արել, իմ սիրելի բարեկամներ, հիմա անցնենք առաջ։ Լավ էլ հարմար են, ընքան էլ լավ տաք են, մի անգամից հագա ոտքերս տաքացան, տան մեջ հարմար է էլի սենց հագնելու, հատկապես որ սեփական տուն է, առաջի հարկերը միշտ սառն են լինում, ինչքան էլ ջեռուցես, եթե մենակ ասենք առանձին պլիտաներով է, այդպես լավ չի տականա, էլի բնականաբար գետնից էլ շատ բարձր չի, չելա։ Հա, տեսեք ինչքան լավն են, կարելի է ուրիշ գույն էլ առնել։ Սառած բանջարեղեն ունեի, սառցախցիկում, ասեցի օգտագործեմ, տեղ ազատվի։ Սոխարած արեցի, այդ բանջարեղենն եմ լցրել, տարբեր ամեն ինչ կար, խառը, Լիդլի են սառած բանջարեղենից։ Մի քիչ էլ հետը բրինձ եմ լցրել, որ ցանցրալի չլինի, ու արդյունքում համով ապուր է ստացվել։ Եղնիկը այստեղ իր տեղը գտավ, մի հատ կգնամ ակցիոնում տեսել եմ այն կլոր տեղին բաներ կան, սինիների նման, մի հատ կառնեմ, բերեմ սիրուն դասավորեմ վրան, ասեք որ շատ սիրուն է։ Այս ծաղկամանի համար էլ պետքա էլի մտածեմ, թե ինչ եմ դնելու մեջը, ավելի շատ նոր տարվա մոտիվներով էլի, սովորական ծաղիկներ չէ։ Սրանք էլ տեղավորեմ, հարթուկ շորերը։ Սրանով ձեզ բարի գիշեր մաղթեմ, վլոգս կարճ կլինի, ներող կլինեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, սիրելի բարեկամներ։